Դեկտեմբերի 14-ին հայ եկեղեցին նշեց Սուրբ Հակոբ Մծբնահայրապետի, Մարուքե Ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը։ Ուխտերթի մասնակիցները 7 վերքից ուղևորվում են դեպի քաղաքի մյուս ծայրը՝ Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ տոնի առթիվ պատարագ է մատուցվում։ Ընդհանրապես Սուրբ Հակոբի անունը կրող բոլոր եկեղեցիներում է այդ օրը մատուցվում Սուրբ Պատարագ։ Ուխտերթի մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են։ Շարականներ երգելով, սաղմոսներ ասելով, ուխտավորներն անցնում են Գյումրու կենտրոնական փողոցներով։ Շատերն ընթացքում են միանում խաչերթին։ Դրսի աղմուկն ու մեքենաների ձայնը հավատացյալները խլացնում են հատկապես հայրապետական մաղթերքն ու գոհություն շարականը երգելիս։ Երիտասարդներն ասում են, իրենց աղոթքներում վերջին շրջանում անընդհատ հնչում է անազատության մեջ գտնվող թեմակալ առաջնորդ Միքայել Սրբազանի անունը։ Այսօր էլ աղոթում են նրա առողջության վերադարձի համար։ Թեմի բնականon կյանքն իհարկե չի խաթարվել, բայց Տեր Վարուժանի խոսքով համայնքն առանց Սրբազան հոր իրեն լիարժեք չի զգում։ Եպիսկոպոսապետին մերո և պատվական հայրապետին, ամենայն հայոց դյարը գարեկի սրբազնագույն կաթողիկոսին։ Սրբազանի համար մտահոգվում են, նույնիսկ նրանք նախ ասեն, որ Շիրակի թեմում չկա անձնավորություն, որ Սրբազանին ծանոթ չլինի։ Բոլորը գիտեն, բոլորին է ճանաչում, ինքը ճանաչում է, իրեն ճանաչում է ավետարանական խոսքի համաձայն։ Ճանաչեմ Զիմսն եւ ճանաչեմ Հիմոցն, ճանաչում եմ իմ ժողովրդին եւ ճանաչվում եմ նաեւ նրանց կողմից։ Այս տեսակ առաջնորդ է եւ հարցնում են, հետաքրքրվում են, հետաքրքրվելուց զատ ցավ են ապրում, որովհետեւ Սրբազանը այն առաջնորդն էր, որ ինքը իր անձի մասին մոռացած իր մտահոգությունների մեջ իր հոտն է, իր ժողովուրդն է, իր եկեղեցին է, իր երկիրն է, իր հայրենիքն է։ Վերջի շրջանում աղոթքներս միայն կապված են մեր առաջնորդի թեմական, Միքայել arczepiskopos Աջապարյանի ազատության եւ առողջության հետ կապված, քանի որ ինչպես գիտենք հիմա առողջական խնդիրներ ունի, նաեւ ապօրինի անազատության մեջ է, ու աղոթքներս միայն ուղղված են մեր առաջնորդին, որպեսզի շուտ հետ գա, որովհետև նրա ներկայությունն էլ մեր համար շատ կարևոր էր։ Ամեն անգամ 7 վերք մտնելուց, խոսելուց, օրհնություն վերցնելուց զգում էինք, որ մեր հայրը մեր կողքին է։ Ամեն անգամ, երբ ժամերգության էի գնում, Սրբազան հայրը միշտ դրան դիմաց կանգնած էր իր խոնար հայացքով ու ամեն եկողին ուղղակի հայացքով էր ճանապարհում, օրհնում։ Մի անգամ եկա մոտեցա իրեն, ասեցի Աստված օգնական Սրբազան, ասեց Աստված խոհապան, լավ ես, ասեցի լավ եմ, դուք լավ լինեք, ասում է դուք լավ եղեք, որ մենք էլ ձեզանով լավ լինենք, այսինքն Սրբազան հայրը ինչքան է սիրում իր երիտասարդներին, ինչքան է կապված իր երիտասարդների հետ, որ մեր լավ լինելուց է գալիս էլ իր լավ լինելը։ Մեր Սրբազանը ամեն ինչ արել է երիտասարդների համար, եւ մենք բնականաբար այս ծանր եւ դժվարին օրերին մեր աղոթներով ուղղակիորեն պարտավոր ենք հիշել մեր Սրբազանին եւ իհարկե աղոթք բարձրացնենք առ Աստված նրա համար։ Ուխտավորներն անցնելով 6 կիլոմետր ճանապարհ հասան Անի թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ պատարագ էր մատուցում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն Քահանա Գասպարյանը։ 2002 թվականին է կառուցվել եկեղեցին, օծվել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։ Խորանի վրա դրված է Սուրբ Հակոբ Մծբնահայրապետի աչաձև մասունքարանը, որը տոնի առիթով մայրաթոռից է բերվել։ Ընդհանրապես համաքրիստոնեական սրբից մայրաթոռում մի քանի մասունք է պահվում։ Աչաձև այս մասնատուփն օրինակ պատրաստվել է 1845 թվականին Վասպուրականում։ Ըստ արձանագրության մասնատուփը 20-րդ դարասկզբին Մայրաթոր Սուրբ Էջմիածին է տեղափոխվել նշանավոր Լիմ անապատից։ Բազմաթիվ վկայություններ կան այն մասին, թե ինչ հրաշքներ ու բժշկություններ են արվել սրբի մասունքներով։ Դրանց մասին պատմեց պատարագիչ քահանան, հորդորելով հավատացյալներին իրենց կյանքում օրինակ ունենալ Հակոբ Մծբնահայրապետի վարքը։ Մարդիկ հույսը, հավատը, սերը իրենց կյանքի չպակասեցնեն, չնվազեցնեն, վաղվա օրվա նկատմամբ լիահույս լինեն Աստծո կամքով, Աստծո առաջնորդությամբ եւ վստահ եմ Սուրբ Հակոբ Մծբնահայրապետը բարեխոս կլինի մեզ, մեր կյանքի ուղիղ ընթացք ապահովելու, մեր կյանքում եղած խորթուբորդ ճանապարհները մեզ համար հաղթահարելի դարձնելու համար։ Այս է Սուրբ Հակոբի ուղերձը, որ վաղվա օրվա նկատմամբ մեր հույսը անպակաս լինի, փորձությունների միջով
ուժ եւ կարողություն ունենանք ամեն տեսակ փորձություններ մեր հետևում թողնելու։ Սրբակենցաղ վարքի գործած հրաշքների ու բժշկությունների համար դեռ կենթանության օրոք նրան սուրբ եւ սքանչելագործ են անվանել։ Մծբնեցի հայրապետը ոչ միայն հայոց, այլև ընդհանրական եկեղեցու հեղինակավոր ու սիրված սրբերից է։ Սուրբ Հակոբ եկեղեցում աղոտ քնչեց անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ, Արշակ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, հայրենիքի եւ եկեղեցու պաշտպանության համար բանտերում պահվող մեր հայրենակիցների համար։ Հավատացյալները պատարակից հետո միմյանցից փորձում էին տեղեկություններ իմանալ սիրելի սրբազան հոր առողջության մասին, որը վատթարացել է բանտախցում անցկացրած 6 ամիսների ընթացքում։ Ըստ տեղեկությունների սրբազան հայրը կտեղափոխվի Իզմիրլյան բժշկական կենտրոն շտաբ վիրահատության։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։